Ռադիո Շանթ Սիրելի ռադիոլսողներ, Շանթ ռադիոկայանի ուղիղ եթերում իր աշխատանքը երեկոյան ծիրագիրը շարունակում եմ։ Այսօր տեղեկացնեմ, որ մեր տաղավարում ես ունեմ հյուր, խոսել ենք շատ կարևոր եւ արդիական եւ քննարկելի թեմայի շուրջ։ Նշեմ, որ այսօրվա իմ հյուրն է ակատ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն կենտրոն հասարակական կազմակերպության մատչելիության փորձագետ Մարինե Ավետիսյանը։ Ողջունում եմ ձեզ։ Ողջույն։ Եվ մենք, ինչպես իմ խոսքի սկզբում ասացի, կարևոր թեմայից ենք խոսելու։ Հունիսի 7-ին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրությունները եւ բոլորն են պատրաստվում այդ ընտրություններին եւ քաղաքական ուժերն են պատրաստվում, հասարակությունն է պատրաստվում։ Այստեղ շատ կարևոր դերակատարում ունեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք։ Հայաստանում մոտ 6% ընտրողների կազմում են հենց հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն մենք արդեն իսկ բախվում ենք որոշակի խնդիրների այս առումով, որովհետեւ նրանց մասին կարծես քաղաքական ուժերի ծրագրերում շատ քիչ անդրադարձ կա կամ ընդհանրապես անդրադարձ չկա եւ շատ դեպքերում նաեւ նրանց ընտրական գործընթացի մասնակցության հետ կապված մենք նաեւ ականատես ենք լինում խնդիրների, ինչպես միշտ տարեց տարի այդ խնդիրները կան, փոքրիկ լուծումներ գտնվում են, բայց խնդիրները շարունակվում են եւ կուզենայինք փոքր հենց այդ մասին խոսենք։ Ես գիտեմ, որ ձեր կենտրոնը բավական լուրջ աշխատանք է տանում այս ուղղությամբ, փոքր թեթևացնելու հենց հաշմանդամություն ունեցող անձանց գործ այս առումով, իրազեկման նաեւ արշավների կազմակերպման առումով, թե ինչպես ճիշտ կլինի մասնակցել ընտրական գործընթացի։ Կուզենայինք փոքր հենց այդ մասին խոսենք, թե կոնկրետ այս առումով ինչ ծրագրեր եք իրականացնում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, իրոք շատ կարևոր թեմայի անդրադարձել։ Նշեմ, որ այո, դուք ճիշտ եք, 2,483,520 ընտրողներից 6%-ը կազմում է հաշմանդամություն ունեցող անձիկ ընտրողների։ Եվ իրականում ճիշտ է, մատչելիությունը շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցելու եւ իրացնելու իրենց ընտրական իրավունքը։ Այո, մենք ծրագիր ենք իրականացնում, որի շրջանակներում մենք հիմնականում անդրադառնում ենք տեսողության խնդիրներ ունեցող անձանց խնդիրներին, ինչպես իրենք կարող են մասնակցել ընտրություններին, ինչպես կարող են օգտվել բռայլյան կաղապարից, որպեսզի իրենք կարողանան իրենց ընտրական իրավունքը իրացնել։ Ծրագրի շրջանակներում ունենք նաև նկարահանվում ենք, պատրաստվում ենք նկարահանել արտեն տեսահոլովակներ, որտեղ հենց ներկայացնում են ինչպես մանրամասն օգտագործել բռայլյան կաղապարը եւ ինչպես կարող են մասնակցել ընտրություններին։ Այսինքն, եթե խոսենք հիմնական խնդիրների եւ նպատակների մասին, փորձել իրազեկել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձին կարող է լավ տեղեկանալ նաեւ իրենց ընտրական իրավունքների մասին եւ փորձեն ըստ այդմ ճիշտ օգտագործել այդ իրավունքը։ Հիմնականում, այսինքն կենտրոնանում եք տեսողական խնդիրներ ունեցող անձանց։ Այո, ծրագրի շրջանակներում հիմնականում կենտրոնանում ենք տեսողության խնդիրներ ունեցող անձանց, բայց մեր գործունեությունը չի միայն սահմանափակում տեսողության խնդիրներ ունեցող անձանց, նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց ենք անդրադառնում, մտավոր խնդիրներ ունեցող անձանց ենք ներառում, որովհետև իրականում մեր կազմակերպության համար մեզ շատ կարևոր է ընտրություններին մասնակցել բոլորը հավասարաչափ հնարավորություն ունենալ իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Քանի որ խոսում ենք ընտրական իրավունքի իրացման մասին, սա շատ բազմապովանդակ շերտեր է իր մեջ կարելի ասել պարունակում եւ այստեղ շատ կարեւոր նշանակություն ունեն նաեւ ընտրական տեղամասերի խնդիրները, որը հենց կարելի ասել շատ դեպքերում նաեւ հիմնական խոչընդոտներից է, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ դեպքերում չեն կարողանում մասնակցել հենց ընտրական գործընթացին։ Այս առումով ինչ կարող եք ասել, նախ արդյոք մենք ունենք բավարար պայմաններ հենց բուն ընտրատեղամասերի ներսում, տարեց տարի այդ փոփոխությունները նկատելի են, թե ոչ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան տեղում մասնակցել հենց ընտրական գործընթացին, կամ եթե այդ հնարավորությունը չկա, ինչ կարող անել հենց հաշմանդամություն ունեցող անձը, որպեսզի կարողանա իր ընտրության իրավունքը իրացնել։ Հասկացա։ Ուրեմն նշեմ, որ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մենք ունենք 1996 տեղամաս, որից 621-ը ինքը կամ մատչելի է կամ մասնակի մատչելի
կարելի է հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերի համար, բայց նշեմ, որ այստեղ մատչելիությունը միայն դիտարկում են ԹԿ-ը, որն էլ ոչ լիարժեք ստանդարտներին համապատասխանում չի անում, այո, բայց այնտեղ կա նաև մատչելիության հետ կապված դռների լայնությունը, այնտեղ կա բռնաձողերի առկայությունը, բռնաձողերի մատչելիությունը, հա, հիմնականում դա է հենց ֆիզիկական մատչելիության մասին, իսկ այս 621 ընտրական տեղամասեր, չեմ ասում, որ բոլորը իրենք ունեն մատչելիություն, կարող եմ ասել, որ հանրապետությունում չունենք, եթե վերցնենք բոլոր մատչելիության մասին խոսքերով, բոլոր տեսակի մատչելիությունները, չունենք մենք մեկ նույնիսկ տեղամաս, որ լինի ինքը ամբողջովին մատչելի։ Իսկ այս 621 տեղամասեր իրենք զուտ մասնակի մատչելիություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի կարողանան իրենք մուտք գործել եւ կարողանան ընտրական իրավունքը իրացնել։ Այստեղ խոսում ենք նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց մենք միշտ դիտարկում ենք միայն ընտրողներ, հա, եթե դիտարկենք որպես հանձնաժողովի անդամներ, որպես թեկնածուներ, այստեղ որ վստահված անձիկ դիտորդներ, այստեղ իրենք չեն կարողանա մասնակից լինել, որովհետև կառույցը ինքը նույնիսկ սանհանգույցը պետք է լինի մատչելի, ամբողջ օրը այդտեղ գտնվելու համար դա աշտեն մատչելիությանը չի համապատասխանում ոչ մի տեղամաս։ Այսինքն նույնիսկ մեկ տեղամաս մենք Հայաստանում չունենք, որ լիովին ինքը, այո, չունենք, որ լիովին ինքը համապատասխանի մատչելիության բոլոր ստանդարտներին եւ ինքը ներառի նաեւ եւ տեսողության խնդիրներ ունեցող անձանց եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց։ Եվ այս պարագայում ինչ կարող անել հաշմանդամություն ունեցող անձը, քանի որ մեծ տոկոս է կազմում, խոսքը սկզբում էլ ասացիք, եթե 6%-ը ընտրողների ընդհանուր թվի կազմում են հաշմանդամություն ունեցող անձինք, եթե նրանք չեն կարողանում գնալ ընտրատեղամաս մասնակցել, նաև մեր ռադիոլսողներին եւս այս առումով իրազեկենք, ինչ կարող են նրանք անել, որպեսզի հենց ընտրություններին կարողանան մասնակցել, ում պետք է դիմել, ինչպես պետք է դիմել, ինչ անել։ Այո, կամ թեկուզ տեղում ընտրատեղամասում լինելու համար ինչքան էլ համապատասխան չլինեն պայմանները, արդյոք ինչպես կարելի է հենց տեղում էլ ապահովել ընտրության իրավունքը։ Հիմա դեռ ժամանակ ունենք մինչև ամսի 26-ը ընտրություններից 12 օր առաջ մենք ժամանակ ունենք, որ ընտրատեղամասի փոփոխություն իրականացնենք եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ում ընտրական տեղամասը մատչելի չի, հնարավորություն ունի փոխելու տեղամասը։ Այսինքն ինքը գտնում է այն տեղամասը, որ իր տանն է մոտիկ, հա, իր համայնքում է գտնվում եւ ավելի մատչելի է իր ընտրական իրավունքը իրացնելու համար, ինքը փոխում է ընտրական տեղամասը եւ այդտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք է մտնում, բայց ավելի շուտ կարող է դիմել մեզ, ավելի շուտ այդ գործընթացը կազմակերպելու համար, բայց կարող է նաեւ ինքը ինքնուրույն անել անձնագրային, այո, եթե ունի հնարավորությունը հասնելու անձնագրային համայնքային անձնագրային բաժին, այդտեղ կարող է ինքը դիմում ներկայացնել եւ 3 օրվա ընթացքում իր տեղամասը փոփոխությունը կկատարվի։ Բայց եթե չունի հնարավորություն, կարող է դիմել մեզ on-line դիմելու համար, հա, որպեսզի իր տեղամասը փոխենք, բայց մինչեւ ամսի 26-ը, մինչեւ այո, մինչեւ ամսի օր է մնացել, այնպես որ ռադիոլսողներ, եթե լսում եք, մինչեւ մայիսի 26-ն է ժամը 2-ը, ժամը 14:00 ժամանակ ունենք ու դրանից հետո էլ չենք կարողանա, որպեսզի դրանից 3 օր հետո արդեն հաստատվի տեղամասի փոփոխությունը։ Այստեղ նաև կուզենայի խոսեինք շրջիկ քվեատուփերի մասին, որը մենք տեսնում ենք ամեն ընտրությունների ժամանակ, որ պարագայում կարող է նաև շրջիկ քվեատուփը կիրառվել, որովհետև տարբեր ընտրություններում տեսնում ենք, որ հիվանդանոցներում շատ դեպքերում շրջիկ քվեատուփեր կիրառվում, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին, սա ինչպես է հնարավոր անել եւ օգտվել այս իրավունքից։ Այո, հիմնականում մի քիչ շփոթություն է առաջացնում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, կարծում եմ, որ բոլորը կարող են տունը նստել եւ չգնալ տեղամաս, այո, շրջիկ քվեատուփը գնա եւ իրենք կատարեն իրենց քվեարկությունը, ոչ այդպեսին չէ, այդպիսի հնարավորություն չկա, շրջիկ քվեատուփը միայն գործում է, երբ որ անձը ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցներում կամ երբ որ անձը գտնվում է ձերբակալվածների պահելու վայրում, հա, ուրիշ դեպքում չեն կարող օգտվել շրջիկ քվեական քվեատուփի հնարավորությունից։
Եվ քանի որ բավականին կարծում եմ պարզաբանեցինք նաև դիմելու ընթացակարգերը, կարող են նաև ընտրական հանձնաժողովի կայքի միջոցով փոխել թե ինչպես կարող են ընտրություններին մասնակցել եւ քանի որ սկզբից իրականացած իրազեկման արշավների եւ ծրագրի մասին խոսեցինք, նաեւ կուզեմ հարցնել թե արդյոք այս ընթացքում որ իրականացրել եք ծրագիրը, ինչ կարող եք որպես ընդհանուր ամփոփում եւ գնահատական տալ, արդյոք իսկապես մարդկանց մոտ կա նախ ցանկություն մասնակցելու ընտրական գործընթացներին եւ արդեն այն պատկերացումը թե ինչպես պետք է մասնակցել, արդյոք այդ ցանկությունը, ցկտումը, հնարավորությունները կան։ Մենք 10 մարզերում ունեցել ենք մոտ 200-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանդիպումներ, որի ժամանակ մենք իրազեկել ենք, թե ինչպես կարող են ընտրությունների ընտրական կարգն ենք ներկայացրել, թե ինչ է ներկայացնում ապատեղեկատվությունը, ինչպես կարող են տարբերակել ճիշտ եւ սխալ տեղեկատվությունը, այո, ապատեղեկատվության դեմ պայքարը։ Այո, մենք նմանատիպ հանդիպումներ ունեցել ենք 10 մարզերում, ասեցի, որ 200-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ են մասնակցել, նշեմ, որ իրականում հանդիպման սկզբում մենք ունեցել ենք նախնական գնահատում եւ հարց ենք ունեցել, արդյոք մասնակցել եք ընտրություններին եւ արդյոք պատրաստվում եք մասնակցել, բայց մեծ մասը նշել է, որ հետաքրքրություն չունի։ Հա, այստեղ հետաքրքրություն չունի նաև իրազեկվածության պակասից է գալիս, որովհետև հենց հաշմանդամություն ունեցող անձինք, եթե վերցնենք լսողական խնդիրներ ունեցող անձանց ընտրազանգված է, իրենք ընդհանրապես դուրս են մնում ամեն ինչից, հա, իրենք հետաքրքրություն չեն ցուցաբերում, որովհետև տեղյակ չեն կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերից, հա, չկա ժեստերի լեզվի թարգմանություն, քարոզարշավ ընդհանրապես չի թարգմանվում ու իրենք ընդհանրապես դուրս են մնում այդ ծրագրերից։ Իրենք ընդհանրապես հավատացեք չունեն հետաքրքրություն մասնակցելու ընտրություններին։ Բայց մեր հանդիպումների արդյունքում արդեն վերջնական գնահատման ժամանակ փորձել եմ, որպեսզի ասում են, որ գնալու են ընտրությունների, ինչ կանով չգիտեմ, մենք հետևողական ենք լինելու, հասկանանք արդյոք գնացել են, որպեսզի մեզ էլ հետաքրքիր արդյոք ինչ որ բան փոխվեց իրենց մոտ, թե չէ։ Նշեմ, որ նաև ընտրական տեղամասերի փոփոխության հարցով այս տարի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններին ընթരാճ մենք ունենք շատ հետաքրքրվողներ, որ ընտրատեղամասեր փոխում են, շատ են դիմում մեզ իրականում, դիմում են, փոխում ենք, հասցնում ենք, որպեսզի կարողանան իրենց քվեարկությանը մասնակցել։ Այստեղ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ միգուցե քաղաքական ուժերն էլ որպես այդպիսին հետաքրքրություն շատ քիչ են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ցավոք սրտի, նախընտրական ծրագրերում մեծամասնությունը ընդհանրապես չի անդրադառնում, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նրանք եւս ընտրազանգված են եւ նրանք կարող են եւս ձայներ բերել այս կամ այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին կամ քաղաքական հայտ են ներկայացնում, եւ իհարկե ցավալի է, որ անտեսվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն են անտեսվում եւ դեռևս մենք այդ հավասար պայմանները չենք ստեղծել ընտրական գործընթացին լիովին մասնակցելու համար։ Եվ ինձ հետաքրքիր է նաև թե հանձնաժողովի անդամները ինչքանով են նաև պատրաստված ընտրական գործընթացի ընթացքում շփվելու հաշմանդամություն ունեցող անձանց հետ կամ ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձն էլ կարող է չէ լինել հանձնաժողովի անդամ ընտրական գործընթացի, ինչպես դուք ասացիք, չնայած մենք դեռ բավարար չափով չունենք նույնիսկ մեկ ընտրական տեղամաս, որը կհամապատասխանի, բայց արդյոք այս առումով ինչ որ առաջընթաց տարեցտարի ունենք, թե ոչ։ Ունենք իրականում, մենք էլ ծրագրերի շրջանակներում տեսանյութեր ենք հրապարակում, մեկը ասեցի Բրայլյան գաղափարի օգտագործման տարբերակը եւ մյուսը, որ ինչպես արդեն ընտրական հանձնաժողովի անդամները ինչպես կարող են հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի հետ, դա շատ կարևոր առաջընթաց է, որպեսզի հանձնաժողովի անդամը իրականում այդ վերաբերմունքային ինքը կարող է խոչընդոտ դառնալ անձին չմասնակցելու ընտրություններին։ Մենք մեր հանդիպումների ժամանակ մենք հանդիպել ենք նմանատիպ շատ անձանց, որ իրենք ասում են, որ հենց այդ վերաբերմունքն է եղել պատճառը, որ չեն ցանկություն չունեն հաջորդ անգամ ընտրություններին մասնակից լինել։ Ես մի բան մոռացա ասեի, որ մեր դասընթացների շրջանակներում մենք հրատարակել ենք 4 հեշտ ընթերցվող ուղեցույց, դա հենց մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար է։
Ինքը մեկ ուղեցույց ընտրական կարգն է, որ ինքը ամբողջությամբ քայլ առ քայլ բացատրում է, երբ մտնես ընտրատեղամաս, քայլ առ քայլ ինչ ես անելու, որպեսզի մինչև ընտրությունը քո քվեարկությունը իրականացնես եւ դուրս գաս։ Հետո ներկայացրել են քաղաքական մասնակցությունը, որպեսզի իրենք կարողանան այդ քաղաքական մասնակցությունը իրենք շահագրգռվեն, որ մասնակցեն այդ հանդիպումներին, ամեն ինչին կարողանան իրենք մասնակից լինել, քաղաքական մասնակցություն ունենալ։ Շատ կարևոր նաև երկու ուղեցույցներ ենք պատրաստել փաստերի ստուգում եւ ապա տեղեկատվություն, ելի ինքը մանրամասնորեն նկարագրում է, թե ինչ է իրեն ես ներկայացնում փաստերի ստուգումը, արդյոք դուք ճիշտ եք տեսնում այդ լուրը, ոչ թե հանդիպում է ցես, թե դա ապա տեղեկատվությունը։ Քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ մասնակցությունը բավական ցածր է եղել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրություններին, այս տարվա ցեշ փորձը ինչ է ցույց տալիս հանդիպումները, կլինի որոշակի դրական առաջ խաղացում այս առումով, թե ոչ ինչ եք կարծում, եթե համեմատենք։ Հուսանք կլինի, որովհետև շատ կարևոր է, որպեսզի անձը իր ընտրական իրավունքը իրացնի, նախ մեր հանդիպումների ժամանակ միշտ ասում ենք, սա ոչ միայն ձեր իրավունքներն է, նաև ձեր պարտքն է, որովհետև բոլորիս պարտքն է ունենալու մասնակցություն մեր ընտրական գործընթացի եւ տեր կանգնելու մեր ձայնին, հա, եւ իրականում ոնց ոչ թե ասում են, որ գնալու են ընտրություններ, չգիտեմ, ասեցի, որ հետևողական ենք լինելու անպայման, գուցե հետո էլի ցես հետ կկիսվենք այս ամեն ինչով, թե արդյոք մասնակցություն ունենք, թե չունենք, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, հուսամ կլինի, բայց շատ կարևոր է այդ մատչելիության հարցը, որովհետև հիմնականում, երբ որ մենք խոսում ենք տեղամաս կփոխենք, հա, մենք նույնիսկ հանդիպել ենք համայնք, որ համայնքում չկա մեկ մատչելի տեղամաս, որ անձին տեղափոխություն անենք, որպեսզի ինքը այդ տեղը կատարի իր ընտրական իրավունքը, հա, այդպիսի համայնքներ էլ կա Հայաստանի Հանրապետությունում, հա, որ դա էլ չի օգնի։ Այո, ցավոք սրտի մեր հանրությունները եւ հասարակությունները թերևս հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց, մենք ունենք խելացի հարմարեցումներ եւ այդ խնդիրները չեն լուծվում եւ հասարակական տրանսպորտում եւ հանրային տարբեր վայրերում, սոցիալական վայրերում, չնայած ինչ որ քայլեր ձեռնարկվում են, բայց իհարկե դա թերևս բավարար չէ եւ անմիջապես այդ ամենն էլ անդրադառնում է հենց ընտրական գործընթացի վրա։ Եվ հուսանք, որ այն հարցերը, որոնց մասին մենք այսօր խոսեցինք, նաև պատկան մարմինները իրազեկ կլինեն ավելի եւ կփորձեն նաև մինչև ընտրական գործընթացը, ընտրությունների օրը ինչ որ չափով նաև ինչպես արդեն ասացիք, մինչև մայիսի 26-ն էլ մարդիկ նաև ցես կարող են թիմել, եթե ցանկանում են փոխել իրենց ընտրատեղամասը կամ ունեն որոշակի խնդիրներ ընտրական գործընթացին մասնակցելու հետ կապված, դուք պատրաստ եք նրանց այս հարցում աջակցել։ Ես ուզում եմ մի բան ավելացնել, մենք ամսի 22-ին, մայիսի 22-ին ունենք մեծ համաժողով, հրավիրված են բոլոր կուսակցությունները եւ դաշինքները, ովքեր աշտեն առաջադրված են ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններին, ասեմ, որ իրենք ներկայացնելու են իրենց ծրագրերում ինչ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին վերաբերող եւ ստորագրելու են փաստաթուղթ հենց հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների առաջնահերթությունների հետ կապված փաստաթուղթ, որպեսզի անցնելու դեպքում ազգային ժողով աշտենացնելու դեպքում իրենք պարտավորվածություն ունենալու քայլ առ քայլ իրականացնելու այդ ստորագրված փաստաթղթի պահանջները։ Հուսանք այդպես էլ կլինի, որ քոնե ինչ որ չափով կիրականացվեն խոստումներ, չնայած խոստումները մեծամասամբ չեն իրականացվում ընտրական գործընթացի ավարտին, բայց հուսանք սա այդ դեպքը չի լինի։ Ես շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ բավական իրազեկ ժամ ունեցանք, մեր ռադիոլսողներին եւս իրազեկեցինք, շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի իր պարտքը, մասնակցի ընտրական գործընթացին, այնպես որ բացի այդ նաեւ եւս մեկ անգամ կոչ անենք, եթե կա ցանկություն եւ որոշակի խնդիրներ, կարող են նաեւ դիմել ձեր օգնությանը։ Այո, սիրով, կարող եմ հեռախոսահամար տրամադրել, որ հաշմանդամություն ունեցող անձիկ, ովքեր ունեն ֆիզիկական խնդիրներ եւ պատրաստվում են ընտրություններ գնալ մատչելի տեղամաս չունեն եւ ուզում են անպայման մասնակից լինել, կարող են զանգահարել 077 042 043 հեռախոսահամարին եւ մենք կտրամադրենք իրենց տեղեկատվություն, թե ինչպես կարող են տեղամասի փոփոխություն իրականացնել։
Այնպես որ սիրելի ռադիոլսողներ, մի բաց թողեք այս շատ լավ հնարավորությունը։ Ես էլ ձեզ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ հիշեցնեմ, որ ես այսօր զրուցում էի ԱԳԱՏ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության մատչելիության փորձագետ Մարինե Ավետիսյանի հետ։ Դուք էլ շարունակեք հետևել մեր եթերին։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։